կառույցների մեխանիզմներ չեն կրում։ Ժամանակն է կյանքի կոչել այն, ինչ որոշակի ընթացքավորում ստացել է դեռևս այն ժամանակ, երբ որ քննարկում էր ցեղասպանության մասին կանխարգելման բանաձևը, պետք է մշակութային ցեղասպանության հետ կապված լինի առանձին կոնվենցիա, առանձին բանաձև, որտեղ այդ բոլոր հստակ ձևակերպումները տրված կլինի, բայց դարձյալ կրկնում եմ բոլոր նման բանաձևերը ու հայտարարությունները որոշակի առումով պետք է իրենց մեջ պատժամիջոցների մեխանիզմներ գործիքակազմ ունենան։ Թշնամու լկտիությունը գնալով անսահման է դառնում։ Վանդալիզմներից շատերն իրականացվում են արդեն բացահայտ կերպով ուղիղ եթերներում, ասում է Ավանեսովը։ Սա նպատակը հոգեբանական նահաբեկչությունն է։ Եվ մենք պետք է դիտարկենք այս ամենը ոչ միայն որպես մշակութային ցեղասպանություն, այլ որպես հոգեբանական նահաբեկչություն։ Սրանով իսկ հոգեբանական նահաբեկչությունը բավականին ուժեղ զենք է տվյալ ժառանգությունը ստեղծողին եւ տվյալ ժառանգությանը իրավատերերի հոգեբանության վրա ազդել։ Տասնյակ տեսանյութեր լուսանկարներ կան, որոնցով հնարավոր է վանդալիզմի դեպքեր իրականացնող ու նույնականացնել։ Այդ չենք ասում Ալիևի իր ընտանիքի մասնակցությամբ ինչքան տեսանյութեր կան։ Դրանք բավականին ապացույցներ են, որոնց կիրառումը հնարավորություն կտա ներառել դատական պրոցեսների մեջ եւ միայն այդ դեպքում, երբ որ իրականում պատժամիջոցներ կիրառվեն եւ բաժվեն այդ ամեն ինչ իրականացնողներ եւ Ադրբեջան պետության դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառվեն, այդ դեպքում հնարավոր կլինի զսպել այս ամեն ինչ։ Ի վերջո, ինչպես կանգնեցնել թշնամուն, ինչ քայլերի պիտի դիմի Հայաստանը, որպեսզի զսպվի թշնամու ախորժակը։ Օդում հայտարարություններ անելով եւ դրանցով բավարարվելով ոչնչի չենք հասնի, շեշտում է Ավանեսովը։ Միջազգային կառույցների կողմից էլ հստակ քայլեր է ակնկալում, որոնք սակայն այսօր բացակայում են։ Ցավոք սրտի մենք գործ ունենք մի իրականության հետ, որտեղ նավթը ավելի մեծ արժեք է, քան մշակութային արժեքը կամ մարդկային կյանքը ընդհանրապես։ Սիլվի Մուրադյան, Գևորգ Սիանոսյան, Վարդան Պողոսյան, Արարատ Գրիգորյան, Եվրամեդիա 24։